Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ իմ հերթական գեղեցիկ վլոգս։ Սաղ շերչեկով մոտոզիմը работает կպել ոտերիցս։ Ваше утро в надежных руках. Безотказно заряжает позитив. Алиса, стоп. Алиса, передай привет моим подписчикам, пожалуйста. Привет подписчикам. Передаю пламенный привет от Алисы. Спасибо, Алиса. Хорошего тебе дня. И вам хорошего дня. Рада была помочь. Спасибо, Алиса. Դե ինչ ժողովուրդ ջան, նայեք մեր եղանակին, հոլո սիրուրդս վեշնի հետսը։ Возможно, вам понравится сентиментально. Алиса, стоп։ Այստեղ ծաղիկներս մի քիչ չեսնը գվարյա շատ նեղված վիճակում են։ Երևի թե ինչ որ մի բան կառնեմ, լցնեմ տակը, հեղուկ, որ իրանց ուշ կտա։ Տեղափոխությունը շատ վատ ազդեց իրանց վրա, պետքա չտեղափոխեի։ Ահա, գեղեցկուհիս, մեր եղանակը այսօրվա էլի բարակ ձյուն եմ աղում, արև է դուրս եկել, գեղեցիկ է, բայց այսօր երկինքը փակ է նորից, ամպերը հավաքված են, տեսնում եք, լավը չի եղանակ այսօրվա, ինչպես միշտ եկավ։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, այստեղ փետրվարի 2-ն է իդեալական եղանակ եւ իհարկե փիստոն միշտ լավ տրամադրությամբ։ Այսօր այս պահին տանը մենակ եմ, երեխեքը աշխատանքի են, ամուսինս էլ օրեր առաջ գնացել է Հայաստան իր ծնողների, հարազատների մոտ, մի քանի օրով, մի շաբաթով շուտ հետ է գալու եւ այսպես օրս մենակ եմ անցկացնում, տղաս ամբողջ օրը աշխատանքի, աղջիկս աշխատանքի է, իսկ իմ աշխատանքը գիտեք, որ այսպես ժամը այնպես է կարգավորված, որ ես գնում եմ, գալիս եմ, այսպես այսինքն ազատ ժամանակ շատ եմ ունենում եւ այդ ազատ ժամանակը կարողանում եմ տնօրինել տանը տնային աշխատանքներ կատարելու համար։ Ինչպես միշտ մեքենաս սառել էր, շատ ցուրտ է, սառնամանիքներ են, մեքենաս չկարողացա էլի խոդանել, որպեսզի կարողանամ գնամ աշխատանքի, ստիպված եղա ավտոբուսով գնալ, իսկ այստեղ արդեն ես ճանապարհվել եմ, շատ վաղուց ավտոբուս չէի նստել։ Իմ համար նույնիսկ ավտոբուսով ճանապարհորդությունն է էքսկլյուզիվ համարվում, հա, քանի որ այդքան հաճախակի չեմ օգտվում։ Իհարկե, այս ձմեռվա ցրտին շատ ցուրտ էր, սառնամանիք, ավտոբուսի մեջ ինչքան էլ որ ջեռուցվում է, ամեն դեպքում ահա որ ցուրտ էր, սառել էի, փայտացել էի, բայց ինչ տեսնում եք, գնում եմ աշխատանքի, հույս ունեմ շուտով գործս կավարտեմ ու շուտ էլ նույն ձևով հետ կվերադառնամ։ Բավականին մեծ պլաններ ունեմ այսօր ու շարունակենք մեր օրը։ Ցուրտերից տուն եմ հասել, եկել եմ տուն, բարևներ ձեզ, այսպես պահեմ դեմքս երևա, եկել եմ տուն, ցուրտ զհար, տակ փափուկ հագնվել եմ, մեռնում եմ շատ ահավոր ցուրտ է, ես այն ցուրտեր տեսած չէի։ Այսօր մինուս 19-20 էր ջերմաստիճանը, բայց ամեն դեպքում ցուրտ է, երեք ավելի ծակող ցուրտ էր, տակ հագնվել եմ, գնում ենք հիմա, տեսեք եսյով այստեղ, այս ինձ ուզում անի, ինձ ես ուզում անես, պտիտ, դարձել ես արդեն YouTube-ի երկրորդ դեմքը, բայց ինձանից առաջ ես ընկել դարձել առաջի դեմքը, հա, այսպես, ես ու Փիսոս, տիկոս, մոյ կրասավցիկ, համայելում է չա երևում համստ է, մի խոսքով սիրելիներս, ես ու Փիսոս տանում մենակ ենք, գնանք հաց ուտենք, էդ ինչ լսեցիր, որ փախարայ տղա։ Ենք անում շարել առաջին հերթին ես բանը միացնենք մի քիչ տները տաքանա, որ եկել եմ Փիսիկս մենակ ա եղել, գործի էի գնացել, լնել ինչպես միշտ ատմենա, ինչպես միշտ։ Նայ ոնց է նայում, մրսում է սիրունը, զեսի գնացնեմ, դես տակոտապչում։ Վայ իմ սիրուն։ Ճաշը լցրել եմ, չի կերել, կեսն է թափել է, իսա կհավաքեմ եւ սոված մեռնում ենք։ Լավաշ, ծիպուլ եմ արել, այստեղ ունեմ պանիր, պամիդոր ու սլիվոչնի սыр, ամեն ինչը հանել պատրաստել եմ։ Հիմա ինչ ենք անում, ծիպուլը, կարտոշկեն հենց այնպես չենք ուտում։ Այդ գործի տեղը նենց ախորժակը ստվեց, չեք պատկերացնի, ինչ էս ապարատ արել ենք, արդեն 4-րդ թե 5-րդ անգամն է որ սարքում եմ։ Հիմա պրոստը այսպես կարտոֆիլով շավուրմա կսարքենք լավաշի մեջ ու կուտենք սիրուն, որպեսզի բան հասկանանք մեր կերածից։ Ցույց կտամ եսա։ Ան գործի շարունակում եմ, ուրեմն արագ կոֆե դնեմ, երևի թե միանան գովի եթեր, այսպես էլ նկարեմ վլոգի համար։ Այսպես կտրել եմ պատրաստել արդեն։ Մի քիչ սրանցից ես այս բաները շատ հավանեցի, մայոնեզի փոխարեն սրանից ենք գցում, շատ համով է լինում։
Սենց արագ ձեզ ցուցադրելու համար, ուղղակի ձեզ ցույց տալու համար ինչ եմ պատրաստելու, հիմա ցույց տամ։ Էլ կարակ-մարակ չենք դնում, կարակ-մարակ ծիպուլի հետ։ Այս սլիվոչնի սերը սենց կսում եմ, ասեք մի հատ լույսը վարեմ շատ մոտ հոտատուն է։ Ահա, այսպես լույսը միացրեցի, սլիվոչնին արագ, հետո ինչ եմ անում, ինչ որ պետք է հետո ուտենք, կարտոֆիլը վերցնում եմ, հենց տակ-տակ տեղից, այնտեղ միացրած է, դեռ շատ տաք է։ Այսպես կտրտենք, ինչ էլ տանակ եմ վերցրել, չի կտրում։ Այսի հիմա, որը լավ էտված է, նրանք վերցնենք, սենց կտրտում ես, այսենց, բոլ-բոլ։ Քանի որ հարևանների հյուրերի համար չենք սարքում, մեր համար ենք սարքում։ Սենց տակ-տակ կտրտում ես, հավեսով, այսպես։ Բուջուրիկ պամիդորներից էլ առել եմ, որ շատ եմ սիրում, այսենց 4 մասի բաժանեմ, որ հեշտ կոտրվի արանքում, այսենց, այսպես։ Ահա։ Մինչև ես բռնեմ այդ թել կտրող դանակներից գտնեմ, այսպես կիսեցի արդեն։ Այլ ինչ կարանք հետը դնենք։ Շատ համով պամիդորներ է, երեխեքի միջև լոզոլիկներ է։ Պանիր դրեցի, կանաչ չունեմ տանում, բայց ոչինչ։ Ինչ եմ անում, այսպես, այսպես։ Ուղղակի սրանց կողքը կարամ դնեմ, այստեղ մնում են նրանք, որոնք որ լավ չեն եղվել։ Երկու հատ պատրաստեցի եւ շատ շուտով հենա տեսեք 1, 2 հատ պատրաստեցի, սրանք կարելի է հանել, շատ շուտով միասին սուրճ կխմենք։ Վարքյանական, շատ սերով կոֆե է ստացվելու հեսա, մի քիչ կմնա, ֆիլտր չունեմ այս պահին, որ ֆիլտրեմ, բայց այսպես էլ վատ չի, մի քիչ մնում է, ինքը տակն անստում, հիմա տեսնենք այստեղ ինչ վիճակ է, անենք մեր հրաշք ուտելիքները, այսպես կոչված, և ինչ ենք անում, տեղադրում ենք մեր ափսեյում, որովհետև առանց ափսեյի չեմ կարող ուտեմ, այսպես, այս մեկը լավ չչորացել, բայց ոչինչ, այսպես կարտոֆիլները, այսպես հանեմ երնույնն է, իրանք արդեն նետված են, այսպես, և այսօր հաց չեմ կերել, այս իմ հաց ուտելու ժամն է դարձել, ու այսպես մի հատ խառնենք մեր սուրճը, օրը արդեն ժամը 4:00 է, 16, ոյ, մինչև ասեի փոխես 16-17 ալիսան, 16-17 է, նոր եմ հաց ուտում, դեռ հաց չեմ կերել առավոտյան, մի բաժակ սուրճ եմ խմել, դեղերս եմ խմելու վազել աշխատանքի, ես հաց ուտեմ, հենց որ ամեն ինչ կլավանա, ախորժակը ստեղը կգա, մոռացել եմ որ պետք է այսպես նկարեմ ձեր համար, մի խոսքով հենց որ խելքս տեղը գա, մի հատ սիրուն ուղիղ եթեր կանենք իրար հետ էսա։ Բակաղամբի թթուն մոռացանք, վերցնենք գնանք, այսպիսի ճաշկերույթ եմ կազմակերպել իմ համար, այստեղ մենակով եմ նստած հաց կուտեմ, ժողովուրդս գործի են, գործից էլ ես եմ եկել, ապարդյուն գործեր այսօրվա գործը, նստած հաց եմ ուտում, ինձ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, այսպիսով օրս այսքանով կավարտվի, չնայած որ այդքանով չի ավարտվի, հիմա այստեղ վերջացնեմ ու կգնանք ուղիղ եթեր կմիանանք։ Սիրելիներս ուրեմն այսօր արդեն փետրվարի 5-ն է, նայեք ինչ գեղեցիկ եղանակ է, բայց օրը քանիսն է ժամը, կեսօր է, 15:20 է օրը, արդեն 3:20 է, ձյունը դեռ կա, ինչպես միշտ պարտաճանաչ պարտադիր, ես այսօր էլի ճնշումս բարձր եղել հիվանդ էի, այս պատահանը այսօր մի քիչ պլյուս է եղանակ երևի, Ալիսա, сколько сегодня погода в Люберцах? Сейчас в Люберцах -11, сегодня от -18 до -10. Ալիսա, ստոպ, ուրեմն -11 է, գոնե են -20 քանիսից լավ է, այս պատահանը բացել եմ, մաքրեցի, նայեք, եղանակը լավն է, մաքրեցի պատահանը, որ դրսից այն օրը լվացել էի, թաց շորը կսեցի, թե չէ սառուց կապեց, կպավ ու կպավ, պիսոն եկել է մոտս, մլավ, ցուրտ է փակի, էլի ասում է, մեկ էլ ստեղից վազելով գնացել է, նայեք, հաչես սկսեց հաց ուտել, վազելով գնացել է, այն բանի մոտը նստել է, ասում է, միացրա, միաու, հասկացնում է, որ արի միացրու, կամ միացնեմ, ճաշերը 50 տեսակ դելիկատեսում, для этого мяукала, ահա, նայեք, ասում է, միացրու, նայեք, մրսեց հա, պատուհանը բաց էր 2 րոպե, ահա, տակ օդը գալիս է, всё, включила,
նայեք։ Գնում անդայից այնանկյունից տակոթը փչում, տակացար, համոզվեցիր, որ միացրել եմ։ Էսա իմ օրը սենց սկսվում, սենց ավարտվում, գործեր շատ ունեմ այսօր։ Ժողովուրդ ջան, գտնվում եմ մետրո խանութում, տեսեք ուր եմ եկել։ Խոհանոցային պարագաներ, ինչպես միշտ եմ, որ ասում ամեն կին ամեն դեպքում միշտ ձգտում է դեպի խոհանոցային բաժինը, հա, նայեք ինչ ահռելի խանութ, հա, տարածքի, կոմերի վրա հեռու եկնում։ Ահռելի խանութ, ինչ ենք գնում, տեսեք ինչ եմ տեսել ու մի հատ է կիստը չկա նույն գույնի, Տասիկոյիս համար եկալ եմ։ Так։ Եթե սիլիկոնը ինչի է ասենց գույնի, հոտ գալիս, երկաթի, խոսքով։ Այս բաներից նենց կուզեի ունենայի հենց այս ֆորմից։ Ինքան թանկ 618 ռուբլի, բայց այդքան էլ թանկ չի։ Ես ինչ է ժանը, ոնց որ սրանք սիլիկոն չլինի, որ սենց է ժանը։ Նայեք, ինչքան լավ ֆորմեք կա, հա, ամուր են ինքնելու սիլիկոնից, լա։ Հեսավ էլի լավն է, հա, 500 ռուբլի։ Իսկ 500 էլ չկա 450 ռուբլի, այս ձևի կեքսիկների համար։ Նայեք, լավն են։ Բայց սրանք մի անգամից սիլիկոնի մեջն ես լցնում։ Այս սրանք էլ է շատ լավ է։ Ինչ լավն էր, վաղուց չէի եկել ստե։ Սիլիկոնային։ Вообще այս մետրո խանութը շատ եմ շատ սիրում։ Ինչ ունեն իրանց շատ որակով, շատ ճաշակով, հետաքրքիր դիզայններով ամեն ինչը։ Նայեք, որակով, գնանք մյուս կողմերը նկարեմ։ Սրանց եմ շատ սիրում, այս նержավի կաստրուլկաները։ Նայեք, ինչ լավն են, բայց հլա 1799, ինչ լավն է։ Այս չափը, հասկանի լա, 2.5 լիտր։ 2.5 լիտր, կարելի է էլի փոխել արդեն ենի։ Աման չամանս լրիվ փչացել է, ոչով, նայեք։ Թանկ են է եղել, 1000 ռուբլի է դարձել, եղել է 1800, հենա, 1900, մեծեր է եղել են 4000 դարձել է, 50% սկիզբկա է սրանց վրա, այ կեզ բան, էսի 10 լիտրանոց է կաստրուրկեք, ինչ լավն են, խաշի կաստրուրկա է իսկական, ույ վախեցա, ստեղ էր մեծ թասիկներն է իրանց, ոբշե այս սերիան շատ եմ սիրում ես, էսի իրանց, Այս ամանը, այս մենակ ես պոչովը առել եմ 1000 ռուբլի է մեր ժամանակ, հիմա տենաս ինչքան արժի, գրաշ չի, մենակ դրա արժեքը, որ գրաշ չի, ոչինչ, մի հատ կարելի է վերցնել, մեկը կարելի է, նայեք, ինչ լավն են սրանք լրիվ 50% սկիզբկա է, հա, 30 լիտրանոց մեծ կուբերը, ես սրանից ունեմ ալումինա, շատ վատն, իսկ սրանք ներժավ են, 3000 ռուբլի է, 5000-ի փոխարեն 40%, 50% սկիզբկա արած է, նայեք, Հայաստանից ինչ եմ նվեր ստացել, այստեղ ինչ է գրած, այդ տղա դե նկած, եղինջ, այս էլ բանջարա, այս էլ սպասեք, թելուկ, մենք թելուկ ենք ասում, աղծան ենք ասում նաև, այս էլ տնական հավա, փիփերթը արդեն էփում է, այստեղ ինչ ունենք, տնական փսալի, սա էլ եկել է էքսպերտա, եկել է, ինչ անեմ ես սրան, ասեք տնամ, սատկացնեմ, թե պահեմ, գժուկս ես քեզ շատ սիրում եմ, բայց այդ քո տեղեցի, դու գիտես, չէ, դավայ տից, դավայ լի, հեսա սաղ ասել են բոլ այդ մթերքների արանքից հանի դրան, թազա, խանութ էինք մտել, 2 հատ կաստրուրկա վերցրեցի, ուրեմն այս մեկը 2.5 լիտրը, այս չափը, այս մյուսն էլ էլի 2.5 լիտրը, բայց այս չափը, սենց, մի քիչ տափակոտ, սիրոնիք 2 կաստրուրկա ենք վերցրել, այդպես, ինչ ունենք նորություններ, չգիտեմ, շուտով կօգտագործենք միասին և կկիսվեմ ձեզ հետ։ Ինչ գործի ենք, ինչ ենք եփելու, նայեք ինչ ենք եփելու, ցույց եմ տալիս, սառեցրած փիփերթ ենք Հայաստանից նվեր ստացել, մի քիչ հալել է հետ եկել, ես ասենց ցույց եմ տալիս ուղղակի, ընտիր գույնը թար, մարտակարգ, այնտեղ պատրաստ է, երվում է արդեն սոխն ու կարտոֆիլը, մի քիչ այս փրփուրը հավաքենք ու կանաչին գցենք մեջը։
Այս փրփուրը առանձին հանում ենք թափում։ Ջուրը արդեն մաքուր է, եռում է։ Հիմա կանաչին շուտով կլցնեմ, նայեք ինչ լավն է գույնը, թարմ, ընտիր։ Այս էլ տնական հայկական սխտոր, զառացրած աչնայա։ Այսպես ձեռքով էլ վերցնեմ, լցնեմ։ Նայեք, ընտիր գույնը, ընտիր։ Հիմա աշխարհի փիփեր ծիրողները ինձ կասեն Նելի ջան, ես ինչ ես անում, ես խորշակ բացեցիր, բայց հնար չկա։ Ուրեմն ինչպես ենք պատրաստում, որ գույնը լինի կանաչ եւ այդպես էլ մնա, հա, թարմ կանաչ գույնը, լինի եղինջը, լինի փիփերթը, թե յուրաքանչյուր կանաչ եղեն, որը այսպես սուպի նման ենք պատրաստում։ Անպայման թողնում ենք ջուրը լավ եռա, ուրեմն սկզբից դնում ենք ջուրը, ավելացնում ենք սոխը եւ կարտոֆիլը, հա, մանր կտրտված, թողնում ենք միասին լավ եռա, հենց ջուրը սկսում է լավ եռալ, հենց այդ պահին էլ ավելացնում ենք կանաչին, լինի սառեցված վիճակում կանաչին, թե լինի թար վիճակում կանաչին, հենց եռալու պահին, եթե մենք ավելացրենք կանաչին, գույնը կպահպանվի։ Պատրաստ կլինի, կավելացնենք, այստեղ էփֆելն արդեն սկսվել է, եռը գալիս է, եռում է։ Հույս ունեմ գույնը կպահպանվի։ Այսպես մնաց կանաչին ավելացնենք ու ամեն ինչ պատրաստ է։ Նայեք ինչ ընտիր թանդրություն է, ես մի քիչ էլ կթողնեմ եռա, այս ձուն պետք է լավ խառնեինք, չեմ հասցրել երևի։ Ոչինչ, այսպես։ Եվ իհարկե ինչպես միշտ փիփերթի կանաչին դա սամիթն է, բայց քանի որ տանը թարմ սամիթ չունեի, ունեի միայն համեմ, կտրտեցի, այդպես համեմ ավելացրեցի, ոչինչ, էլի պալեզնի կանաչի է, ու մի քիչ 4 սամիթ ունեի, այսպես։ Ասենց։ Դե իսկ հիմա մինչև ճաշս պատրաստ կլինի, այս կացանների ավելորդ թղթերը նակլեյկաները պոկենք, տեղավորենք եւ որպեսզի միասին հաճելի հաճույքով ճաշենք։ Այսպիսով սիրելիներս ճաշս արդեն պատրաստ է, տեսեք մի հատ ինչ գեղեցիկ ախորժալի համով տեսք ունի, սամիթները հանենք մեջից, քանի որ չոր են, իրենք միևնույնն է, մեզ պետք չեն, եւ փորձենք տեղափոխել, ավելի ճիշտ լցնենք ամանները, տանենք համտեսենք։ Տեսեք ինչ գեղեցիկ հավեսով, ճաշը դեռ թարմ է, այն թանձրությունը չունի, ջուրը երևում է որ ջրիկ է, բայց համենայն դեպս ջրի քանակը շատ բավարար, գեղեցիկ չափով է, այսպես կոչված։ Շատ արդեն ասենց են որ ասում է հոտից ամբողջ տունը փիփերթի ճաշի առամատը ընկել է, հոտից էլ են որ ասում է չես համբերում, թե երբ ես նստելու սեղան որ հաց ուտես, լցրեցի շատ տաք է, դե պարզ է որ հենց հիմա նոր եմ եփել, հիմա պատրաստենք մինչև կհովանան մեր սուխարիկները, ավելի ճիշտ չորացնեմ հացը, որպեսզի կարողանանք ուտել փիփերթները, մեր փիփերթը, ճաշը, այսպես կոչված, քանի որ փիփերթը չոր հացով են ուտում եւ մենք չունենք չոր հաց, տնական հաց, որ մենք յուղում ունենք, գյուղի փռան հացի տնական հացը, ոչ թե ստեղերքի դրոժով մրոժով, այդ հացով շատ համեղ է լինում, քանի որ հիմա այս պահին տնական հաց չունենք, այսպես այս չորանոցի օգնությամբ օգտագործում ենք հացերի այս տեսակը եւ չորացնում ենք ճաշելու համար, ահա այստեղ նույնպես մատուցում եմ, տեսեք ինչպիսի գեղեցիկ մատուցում, ունենք սմետան, Սևանի սմետան, այսօր ամեն ինչը հայկական է, Սևանի թթվասեր կա, թիսեր բայց այնքան թթվաշ մի քիչ սմետանի փոխարեն սենց կցենք վրեն ու համտեսանենք։ Երեկոյան ընթրիքը ավարտեցինք, իսկ այժմ մի հատ էլ անանաս ունենք, էդ էլ կտրենք, այսօր մետրո խանութից եմ գնել, կակրած որ գնացել էինք մետրո խանութ, տեսնենք ինչպիսին դուրս կգա, ոնց որ թե լավն էր երևում, ստուգեցինը խորոք, այդպես մեր օրը այսպես կհամարենք ավարտված, մեր ընթրիքը նույնպես, հուսամ բոլորդ էլ հավանեցիք, որովհետև ինձ թվում է չկա մեկը, որ փիփերթը չսիրի, չնայած պարզվում է, որ շատերը չեն սիրում այդ ճաշատեսակը, ընդհանրապես ռուսներն էլ ասում են դա անհամ կանաչի է, այս կոմենկոմ հետը ինչ գցում ես նրա համն է առաջ գալիս, բայց ես կասեմ, որ փիփերթը շատ
համեղ յուրահատուկ համ ու հոտ ունի, ինքը կանաչին ճաշը, որ եփում ես, շատ հետաքրքիր համ ունի, բացարձական համ կանաչի չէ, չսիրողը ինչ իմանա, սիրողը կիմանա, ինչպես ասում են, եւ առհասարակ ուտողը կիմանա, չուտողն ինչ իմանա, հա։ Պիպերտի համն ինչպիսին է մեր համար շատ ավանդական է, որ ասում խոզի մսի խորովածից էլ թանկ ճաշա իմ համար, քանի որ սեզոնային է այդ կանաչին, այնպես չէ, որ ամբողջ սեզոնին կա, ես երևի մի տարի առաջ հազիվ էի կերել պիպերտ, իմ համար շատ սիրելի ճաշատեսակ է եւ շատ գոհացած եմ, այնպես որ կիսուր մայրիկին ասում ենք շատ շնորհակալություն ու անուշ լինի մեր կերածը եւ բարի դիտում լինի ձեր տեսածը, շարունակում եմ վլոգս, այսպես մրգի ձևավորում, թեթևակի ուժինից հետո, ինչպես ասում են, երեկոյան միայն կլեչատկա պետք է օգտագործենք, հա, փորձենք աչքիներս հանեմ գոնե, խնդրեմ, այսպես օղակներով սրուն ակուրատնի կտրտվում է, մի հատ փորձենք տեսնենք համը ինչպիսին է, շատ համով է, շատ քաղցր անանաս է, գործիքով որ կտրում եք, նայեք ինչ սիրուն կլորիկներ է ստացվում համաչափ, քանի փխրունը հասունացած է, երևի կիսվում է, շատ համով է, այսքանով ավարտում եմ վլոգս, մենք գնանք համ տեսենք օրվա կերած բոլոր կարգի ճաշատեսակներից հետո մեծ քանակությամբ կլեչատկա է պարունակում, չնայած որ ուգլևոդներ էլ ունի, բայց դե ուգլևոդներից էլ չեն կարող հրաժարվել, բայց անանասը շատ լավ է հենց աղիքների համար, կլեչատկա է շատ լավ, մաքրում է C վիտամինի մեծ քանակ ունի, այնպես որ կերեք եւ առողջ եղեք, ավելի լավ է մի հատիկ անանաս առնեք, օրինակ այս մեծ սորթը, այս սորթերը որ կա նաեւ փոքր տեսակները, սա ընդհանրապես ինչ կազմեց այսօր իրեն գինը, չափսը ցույց եմ տալիս ուղղակի, սենց կտորները կա դե, այս չափսերը, նայեք, պատերին ահագին կպած կա, ինձ թվում է կարելի է դեռ մաքրել, բայց այսպես կտրտելու մատուցելու համար գեղեցիկ սիրուն միշտ այդպես կտրտում եմ հեշտ է լինում, 400 ռուբլի, 450 ռուբլի բռնեց իրան քաշով, բայց մեջ շատ լավներ, անանասները ինչպես եք ստուգում, միշտ այս պոչը ուրեմն սենց խաղացնում եք, ու դե չեմ կարող սենց ձևը ցույց տալ, պետք է ուղղակի շատ թույլ սենց խաղա, ուղղակի շատ թույլ խաղա, հենց որ շատ է սենց ֆրֆռում, ուրեմն փչացած է, իսկ որ вообще չի խաղում, պինդա անորական, պետք է սենց շատ փափուկ ինքը խաղա, մի տեսակ փափուկ մաս ունի, ես ստուգելու ձևը սովորել եմ ուղղակի, թե ով ինչ ասում, ես էլ ուզում եմ թողնեմ դեռ կցանեմ, մի հատ տեսնեմ, նախանցյալ տարի իմ անանասը ինչպիսին որ էր, տեսնեմ հələ կաճի թե չէ, հատուկ թողեցի, դե լավ մնացեք սիրելիներս, մենք գնանք համ տեսենք մեր համեղությունները, այսօր օրը շատ այսպես համեղություններով լի էր, վլոգս նույնպես, բոլորիդ լավ օր եմ մաղթում եւ իհարկե հաճելի դիտում, իսկ մեզ բարի ախորժակ, շնորհակալ եմ, որ մեր հետ եք, մնացեք մեզ հետ, ես ու Փիսոս կուրախացնենք միշտ ձեզ, ես եւ իմ ընտանիքս կուրախացնենք միշտ ձեզ, ուղղակի իմ ընտանիքի անդամներին, ոչ բոլորին եմ կարողանում ցույց տալ էկրաններին, իրենք այդքան չեն ուզում, չեն ցանկանում, բայց դե ոչինչ, ինձ թվում է մեր վլոգները իրենց հետաքրքիր շարժումը ունեն, տեսակը ունեն, այնպես որ շնորհակալ եմ բոլորիցդ, առայժմ